Հայկական մեդիա տիրույթը օրերս պայթեց մի աղմկոտ հրապարակումից, որը րոպեների ընթացքում հայտնվեց իշխանության քարոզիչների խոսույթում եւ իշխանամերձ լրատվամիջոցներում։ Քրոնիկա Կավկազը անունով նորահայտ կայքը գրում էր, թե իր ձեռքում են հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերը Հայաստանի ընտրություններին միջամտելու եւ Փաշինյանին տապալելու մասին։ Սա իրական արտահոսք է հմտորեն մշակված տեղեկատվական գործողություն, թե հիբրիդային պատերազմի դասական օրինակ։ Ֆակտորի հետաքննությունը վեր է հանել մի շարք ուշագրավ փաստեր եւ եզրակացրել։ Կայքի հեղինակների ինքնությունը չի հաստատվում։ Այսպես կոչված արտահոսած փաստաթղթերի իսկությունը չունի անկախ հաստատում, իսկ դրանց տարածումը մեծապես իրականացվել է կոնկրետ Telegram ալիքների միջոցով։ Հիմա սկզբից։ Մայիսի 24-ին հրապարակված հոդվածում գրված է, որ Ռուսաստանի հետախուզության աշխատակցի բջջային հեռախոսը ենթարկվել է հաքերային հարձակման եւ գաղտնի փաստաթղթեր են դուրս եկել ջրի երես։ Դրանք են Փաշինյանի ալտերնատիվը Սամվել Կարապետյանի եւ Անդրանիկ Թևանյանի շուրջ նոր քաղաքական հենման կենտրոն ձևավորելու միջոցով, հայկական ձմեռպապն ընդդեմ պրոթուրքական կեղծ Ռոբին Հուդի, Մայր Հայաստան ընդդիմադիր շարժման ուժեղացման ծրագիրը, տեղեկատվական քարոզարշավների կոնցեպցիան, տեղեկատվական արշավների համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությամբ եւ լրատվամիջոցների ցանկով։ Որպես ապացույց, կայքը հրապարակել է Apple-ի նախազգուշացումը հնարավոր հաքերային հարձակման մասին։ Սակայն հենց այստեղ սկսվում են առաջին կասկածները։ Ֆակտորը պարզել է, որ այդ նամակը որևէ կերպ չի ապացուցում, որ հեռախոսը պատկանել է Ռուսաստանի հատուկ ծառայության աշխատակցի։ Բացի այդ, հրապարակված ֆայլերը չունեն իրական արտահոսքին բնորոշ որևէ տեխնիկական տվյալ։ Ոչ գրանցման համարներ, ոչ ծառայողական նշումներ, ոչ էլ մետատվյալներ։ Ներկայացված են նաև լրատվամիջոցների անուններ, որոնք նկարագրվում են որպես հասարակական կարծիքի ձևավորման առաջատարներ, սակայն դրանց մի մասը կամ լսարան չունի, կամ ընդհանրապես չի գործում։ Հրապարակված նյութերի լեզուն եւ կառուցվածքն ավելի շատ հիշեցնում են քաղաքական կամ քարոզչական վերլուծություն, քան հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթեր։ Իսկ ովքեր են կանգնած Քրոնիկա Կավկազը կայքի թիկունքում։ Որպես հեղինակներ նշված են ադրբեջանական անուն ազգանունով Թեյմուր Մամեդովը ու Տատյանա Իվանովան, սակայն հետաքննությունը պարզել է, որ այս մարդիկ իրականում գոյություն չունեն։ Արհեստական բանականության դետեկտորները հաստատում են, դեմքերը գեներացված են կամ գողացված։ Օրինակ, լրագրող Տատյանայի լուսանկարը կա նաև թուրքական Մագազետե կայքում եւ ներկայացնում է իբրև շոու բիզնեսը լուսաբանող մի լրագրողի։ Կասկածանքի հաջորդ պատճառը տարածման հետագիծն է։ Պարզվում է, Քրոնիկա Կավկազը կայքի բովանդակության տարածման եւ հայկական մեդիատիրույթում դրա առաջխաղացման գործում կարևոր դեր է ունեցել իշխանամերձ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։ Մեկ տարվա ընթացքում Բաղրամյան 26-ը ավելի քան 230 անգամ անդրադարձել է Քրոնիկա Կավկազը կայքին, իսկ աղմկոտ արտահոսք կոչվածը հայտնվել է նաեւ հայկական առաջատար մյուս լրատվականներում, ՔՊ-ի Սիվիկից մինչև Ռադար ու հանրային հեռուստաընկերության եթեր։ Մեկ տարի առաջ ստեղծված Քրոնիկա Կավկազը կայքում օրական հրապարակվում է մոտ 6 նյութ, իսկ տելեգրամյան ալիքում 40։ Հարթակը լայնորեն ներկայացված է նաև YouTube-ում, TikTok-ում եւ X-ում, ընդ որում YouTube-յան էջում հիմնականում տարածվում են ադրբեջանցի լրագրող Մեհման Հուսեյնովի ռուսերեն թարգմանված տեսանյութերը։ Ֆակտորը փորձել է կապ հաստատել կայքի հետ այնտեղ նշված էլեկտրոնային հասցեով, սակայն պատասխան չի ստացել։ Այսպիսով, Քրոնիկա Կավկազայի գործունեությունը հարցեր է առաջացնում թե բովանդակության, թե թափանցիկության, թե տարածման մեխանիզմների առումով։ Ամենակարևորն այն է, որ ռուսական հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերի մասին հրապարակված պնդումները այս պահին չունեն անկախ հաստատում։ Ուստի դրանք չեն կարող ներկայացվել որպես ապացուցված փաստեր եւ պահանջում են լրացուցիչ անկախ ստուգում, նախքան քաղաքական կամ հանրային գնահատականների հիմք դառնալը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրել է, որ Քրոնիկա Կավկազը անվամբ կայքը կես ժամ փորփրելուց հետո եզրահանգել է, որ դրա մեջ տեղ գտած ինֆորմացիային պետք է առնվազն վերապահումներով վերաբերվել։ Արի ու տես, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ այս ոլորտում աշխատել են, վստահ են, որ նույնիսկ դասախոսություններ են կարդացել, թե ինչպես պետք է աշխատել աղբյուրների հետ, 2 օր է տարածում են այս ֆեյք կայքի հրապարակումները, դրանք ներկայացնելով որպես միջազգային արժանահավատ լրատվամիջոցի նյութեր։
Կասկածելի ծագում ու գործունեություն ծավալող կայքի մասին հետաքրքիր գրառում է արել նաև ավելի քան 174,000 հետևորդ ունեցող Արմյանին Տելեգրամյան ալիքը, նշելով, որ Քրոնիկա Կավկազ ալիքի հիմնադիրն Արթուրն է, ինֆոտեկայի նախկին սեփականատերը։ Երբ նա ստեղծել է այդ ալիքը, Արմյանինի սեփականատիրոջից խնդրել է աջակցություն գումարի դիմաց, սակայն երբ Արթուրն անցել է Փաշինյանի կողմը, նրա առաջարկը մերժվել է։ Ալադավթյան, Էպիկենտրոն։